Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մետանոյան է և այսօր տաղավարում հյուրընկալել եմ հանրային հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին, բարև ձեզ պարոն Ղազարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու Ես եմ համար։ շնորհակալ։ Պարոն Ղազարյան, իհարկե դուք անընդմեջ ակտիվ եք, բայց այս վերջին երկու շաբաթը առավել քան մեծ ակտիվություն եք ցուցաբերում հանրային հասարակական կյանքում, քանի որ դուք և Նարեկ Մալյանը միասին նախաձեռնել եք իմպիչմենթի գործընթացին մղել մեր պարլամենտականներին, այսպես ձևակերպեմ։ Իհարկե բավականին լուրջ այսպես հակասական տրամադրություններ է առաջացել այս թեմայի շուրջ և կարծես թե հիմնական դժգոհությունը և աղմուկը բարձրացավ այն դեպքից հետո, երբ Հայաստան խմբակցությունը նամակով ձեզ պատասխանեց, որ այս ամենը անլուրջ է, իհարկե դուք շատ կոշտ գնահատականներ տվեցիք դրան, ասելով, որ մենք նույնիսկ մտածում էինք, թե սա fake edge-ից է հրապարակվել, ես այդպիսի մեկնաբանություններ եմ լսել ձեր կողմից, որ չէր կարելի այսպիսի վերաբերմունք ցուցաբերել այսպիսի կարևոր և լուրջ գործընթացի մղման վերաբերյալ, սակայն նրանք գնահատում են, որ սա անլրջություն է, սա լինող բան չէ և դուք պարզապես փորձում եք հավաքել քաղաքական դիվիդենտներ միգուցե առաջիկա 2026 թվականի ընտրություններում դիրքավորվելու համար։ Ես կխնդրեի ձեր պարզաբանումները այս մասով, պարոն Ղազարյան։ Ես կարծում եմ, որ դրանք բոլորը անհիմն են դատողություններ են, որովհետև ես եւ ոչ էլ պարոն Մալյանը, օրինակ ոչ 2021 թվականի ընտրություններին ենք մասնակցել, ոչ 2018, մենք քաղաքական կուսակցություն չենք, ընտրություններին կարող են մասնակցել միայն կուսակցությունները, որ մենք շատ ուզենք էլ չենք կարող 26 թվականի ընտրություններին մասնակցենք, եթե որևէ կուսակցություն այդ որոշումը չկայացնի։ Դες նաև մեղադրում են, որ դուք երրորդ նախագահի շրջանակն եք ներկայացնում, ինչու ոչ 26 թվականին կարող է հանրապետական կուսակցության մեջ ներգրավել։ Ես հիմա երրորդ նախագահի շրջանակի հետ։ Երրորդ նախագահ։ Իրենք այդպիսի կասկածներ ունեն։ Բայց ինչով են կասկածը հիմնավորում։ Դրանով, որ ես ասենք Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում մարզպետ եմ եղել կամ դեսպան։ Այդ նշանակում է, որ հիմա Իշխան Սաղաթելյանը, եթե Ագնես Խամոյանի տրամաբանությամբ առաջնորդվենք, հիմա Իշխան Սաղաթելյանը Նիկոլ Փաշինյանի թիմակիցն է, որովհետև ինքը Նիկոլ Փաշինյանի կառավարությունը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը։ Արթուր Խաչատրյանը եւ Արծվիկ Մինասյանը նախարարի պաշտոններ են զբաղեցրել Նիկոլ Փաշինյանի կառավարությունում։ Ընդորեն ոչ թե իրանք են հրաժարական տվել, Նիկոլ Փաշինյանն է իրանց հեռացրել 2018 թվականի հոկտեմբերի 2-ին իրանց բոլորին։ Այսինքն այդ տրամաբանությունը ինչու՞մ է։ Սերժ Սարգսյանը ունի կուսակցության ղեկավարը, հանրապետական կուսակցության ղեկավարն, այդ կուսակցությունի գործադիր մարմնին, այդ գործադիր մարմնում ընդգրկված են շատ ճանաչված հեղինակավոր, իզնից ավելի բարձր հեղինակություն ունեցող հասարակական քաղաքական գործիչներ։ Ինչ կարիք պիտի ունենա որևէ մեկը Դա ասում են տակից գործեր եք բռնել, իրենք էլ դրա մասին իմացել են, բայց ինչի ասեք, ինչ-որ մի ձևի պիտի այդ մամեմարդ իր տեսակետը հիմնավորի, չէ՞։ Կարող է հիմա մեկն ասի, որ ես բանի ներկայացուցիչն եմ, Քլինթոնի։ Քլինթոնը չէ, հիմա բանն է, Թրամփն է։ Թրամփ չի, կարան ասեն Քլինթոնի։ Լավ, ամեն դեպքում եթե լուրջ նայենք այս հարցին, ասել եմ խոչի։ Հայաստան խմբակցությունը ձեր նամակներին ի պատասխան, ես իհարկե այդ մասը բաց թողեցի, դուք բոլոր падգամավորներին նամակներով դիմել եք, ՔՊԻ-ն էլ, պատիվ ունեմին էլ, Հայաստան խմբակցությանն էլ, որպեսզի իրենք իրանց պարտականությունը կատարեն, որպես падգամավոր։ Այստեղից շարունակեք, ինչ փուլում է հիմա եւ Հայաստան խմբակցության պատասխանից հետո ինչ է հետեւել եւ նաեւ ՔՊ-ն ձեզ արձագանքել է թե ոչ, պատիվ ունեմը 3 տեսանք, որ արձագանքեց։ Արձագանքները այս պայծրությամբ հետ, իհարկե մենք մինչև այսօր ենք դեռ ժամանակ տվել, սպասում ենք դեռ արձագանքներին, վաղը ես Facebook-յանի ուղիղ եթերից հանրությանը մանրամասը կներկայացնեմ, բայց դա չի խանգարում, որ ձեր հարցին էլ պատասխան ամեն ինչը բացած, այդ պահի դրությամբ ինչ որ կա, հանգիստ կարող եմ ասել։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ պատգամավորներից 3 արձագանք կա։ Մեկ Արսեն Թորոսյանն էր, որը որ քաղաքացու օրվան հաջորդող առաջի աշխատանքային օրը իմանալով որ քաղաքացուց նամակ ստացի առանց կարդալու պատռել է դա։ Դա վիդեո տարբերակով ցուցադրել։ Հրապարակել է այդ
Եվ երկու պատգամավորներ Թաքուի Ղազարյան եւ Վահագն Ալեքսանյանը գրավոր են պատասխանը։ Դες Վահագն Ալեքսանյանն էլ է պատասխանը։ Այո, իհարկե բովանդակությունը շատ վիճահարույց է, ես լրացուցիչ պարզաբանումներ եմ իրենցից խնդրելու, միգուցե հանդիպում լրացուցիչ դա պարզելու համար, որովհետև իրենց պատասխաններից հասկանում եմ, որ իրենք իմ գրածը չեն հասկացել։ Դա չհասկանալը կարող օբյեկտիվ պատճառներ ունենա, բայց ես իմ մանկավարժական եւ գիտամանկավարժական փորձառությունը գործի կդնեմ իրենց եւս մեկ անգամ դա բացատրելու համար, թե այդ նամակը ինչ է բովանդը, որովհետև իրենց պատասխանը այլ բանի մասին է, քան մեր դիմաց նամակը։ Այլ արձագանքները միայն եղել են ճեպազրույցներում, հարցազրույցներում, տարբեր տեղեր, որոնց մենք ուշադիր հետևենք, բայց կոնկրետ ինձ որպես նամակի հեղինակի պատասխան չի ստացվել։ Նամակի պատասխանը ըստ էության Հայաստան խմբակցության падգամավորներն էլ դեռ գրավոր չեն պատասխանել, իրանք դրա վերաբերյալ ուղղակի հայտարարություն են տարածել, շատ վիճահարույց հայտարարություն։ Նախ վիճահարույցն է, որ իրանք խմբակցությունով են արձագանքել, երբ որ մենք խմբակցությանը չենք դիմել, մենք դիմել ենք բոլոր падգամավորներին, հետեւաբար ամեն падգամավոր պաշտոնյա է, եւ եթե քաղաքացուց նամակ է ստանում, ինքը պիտի քաղաքացուն պատասխանի։ Ու ես հասկանում եմ, թե ինչի որպես քաղաքացու պատասխան չեն գրել, որովհետև այն հայտարարությունը, որ իրենք հրապարակել են, դա որպես պատասխան նամակ գրեին, ավելի ծանր վիճակում կհայտնվեին, քան այն հայտարարությունը, որ տարածել են։ Որովհետև իրանք պարզում է քաղաքացին իրանց դիմում է, որպեսզի իրանք պաշտոնական պարտականությունները կատարեն, իրանք քաղաքացու առաջ պահանջներ են դնում։ Իրանց պարտականությունները կատարելու համար։ Օրինակ ասում եմ, ապահովեք ավանսով։ Ես ուզում եմ այդ պահանջները մի հատ ձեր մեկնաբանությամբ լսել։ Ասում են 8 падգամավորի ստորագրություն ապահովեք մեզ, դրանից հետո պետք է ապահովենք եւս 20 падգամավորի ստորագրություն, դրանից հետո մարդկային մեծ զանգված փողը, դա էլ պիտի մենք ապահովենք, ընդ որում ասենք մեկն էլ չկա, չգիտեմ ով է գրողը, հաստատ դրանց ճշնամին է եղել։ Բայց երևի ժամանակի չեն ունեցել խմբագրեն կամ իրավունք չեն տվել, որ ասենք գոնե զանգված բառը մի, որտեղ զանգվածը քաշ է, էլ ասենք իրանց ասելու ստացվում է, որ մի ասենք մի 50-60 տոննա մարդ էլի պիտի ելնի։ Ու ոչ մի նկատի ունեն լայն զանգվածներն էլ գրավել։ Ու ասենք ոչ մի հստակեցում էլ, ասենք մինչև ամսի քանիսը դա պիտի լինի կամ ասենք տղամարդկին հարաբերակցությունը ոնց պիտի լինի 50-50 տեսեք դուք արդեն էլի նորից բան իրանց գրածն է այդ մարդիկ լայն զանգվածներ են չէ հա բայց ասենք դու մարդուն որ 28 հոգով բոլորդ падգամավոր որը տես բան եք գրում քաղաքացու բայց չեք մտածում որ ձեր գրածը ծաղրը առաջացնում ցանկացած մարդու մոտ հարժի ասենք ես այդ հայտարարությունը կարդացել եմ չասում գնա ապահովի ինձ ասում նամակ ես իրան գրում եմ ասում դու քո պարտականությունը կատարի իրանք ասում են գնա ապահովի զանգված ես հիմա պիտի մտածեմ չէ ասենք նիհարել են թե չէ կարող ասենք թե շատ մարդել են ասեն հա շատ են բայց նիհարել այդ ասեք տենց բաներ եք ասում դրա համար պարոն Աղվան Վարդանյանը ասում է մեզ վիրավորում բայց չէ վիրավորում Աղվան Վարդանյանին նա իր գրածն է վիրավորան քաղաքը հիմա եթե նույն բանից գրավոր գրեին չի ստացվի չէ ասենք քաղաքացու ի պատասխան ձեր գրության հայտնում ենք որ դուք գնացեք մեզ բերեք падգամավոր Մենք ասենք թե եթե պիտի падգամավոր բերենք, բայց ձեզ ուր պիտի տանենք։ Դուք ել եք падգամավոր, մյուսն էլ է, չէ՞։ Տեսեք, իրենք նկատի ունեն, ես նաև Իշխան Սաղաթելյանի հարցազրույցն եմ դիտել, Ագնես Ախամոյանը, բոլորը նայում են, որպեսզի ինքս էլ իրազեկվեմ, թե ինչ է կատարվում բարիկադների երկու կողմում, այսպես ասած։ Տեսեք, ասում են, որ մենք պատրաստ ենք մեր 28 ստորագրությունը դնել impeachment-ի գործընթացը։ Բայց այդ 8 հոգին թող միանան։ Հիմա այստեղ ինչ է ստացվում 6 հոգի պատիվ ունեմ 3 հայտարարեց եւ անհատապես բոլորը ստորագրել էին որ համաձայն են, բայց էլի ասել էին վարչապետի տեխնացու չունեն, ահա։ Այս եղավ 34, այնտեղ մեզ ինչ է պետք, պարոն Ղազարյան։ Մեզ պետք է որ այդ որոշումը ընդունվի։ Այդ իրանց հաշվարկների մասին, այդ թվերը որ ազգային ժողովի կանոնակարգից կարդում են, այդ թվերի մասին մենք է գիտենք։ Մեզ ոչ թե պետքա գործընթաց, մաթեմատիկա, սկզբից ու ով ասում, որ սկզբից պետքա ենթադրենք 36։ Ով է, այդ որ ասած ամենտեղ ասում են։ Դա ծիծաղ առաջացնող մոտեցում է 36-ը, դա նվազագույն քանակն է, որպեսզի թղթերը տանես տաս ազգային ժողովին նախագահային, որպեսզի ինքը արտահերթ նիստ հրավիրի։ Բայց եթե 36 ստորագրություն միանշանակ պարտադիր է, որպեսզի դա մտնի օրակարգ։ Այո, բայց եթե մեր նպատակը, իսկ մեր նպատակը ոչ թե դա մտնի օրակարգ, չընդունվի, անցնի 6 այն ինչ որ իրանք ներկայացնում են, այդ չի մեր նպատակը։ Մեր նպատակն է, որ այդ որոշումը ընդունվի։
Իսկ որոշման ընդունման համար անհրաժեշտ է 54 падգամավորի կողմը։ Այո։ Հետևաբար, եթե նույնիսկ այդ նախաձեռնության տակ 36-ը միացել են, բայց դու վստահ չես, որ դնես քվեարկության 54 կողմ ունես, ու քո նպատակը դա ընդունելն է, խո դու հիմար չես դա տանես 10 ազգային ժողովի նախագահի։ Մանավանդ որ ժամանակային սահմանափակում չունես, դու երբ հանձնես։ Մտավախությունը ո՞րն է, որ տեսնեն թե ովքեր են այդ մարդիկ նաև։ Մտավախությունը այդտեղ ո՞րն է։ Մտավախությունն է, որ ի վերջո որոշում կա, մեկը քվեարկությունը գաղտնի չի, անվանական է։ Այսինքն եթե երևալու է, հա։ Եթե մեր ակնկալիքն է, որ մյուս խմբակցությունից նաև падգամավորներ պետք է միանան, այդ падգամավորները պետք է միանան ոչ թե քվեարկության փուլում, այլ հենց առաջադրման փուլում, բայց որpիսի մենք ակնկալենք, որ ընդեղից ինչ-որ մեկը միանա, նախ իրանք պիտի չէ սկսեն գոյություն չունեցող նախաձեռնությանը, ով պիտի միանա։ Գոնե մի падգամավոր պիտի այդ նախաձեռնությունը ցուցաբերի, չէ, որ մենք իմանանք շրջանառության մեջ կա մի նախաձեռնություն։ Հասկանալի է, նախաձեռնությունը լինի, այսպես ասած այդ նախաձեռնության թուղթը ձեռքները անցնեն հերթով ստորագրությունները հավաքելու։ Գիտեք, դա կարա հերթով լինի, դա կարա քննարկումներով լինի, դա կարա առանձին խորհրդակցություն հրավիրվի, դա կարա խորհրդարանական լսում հրավիրվի, ազգային ժողովի կանոնակարգը բոլոր այդ հնարավորություն։ Պատկերացրեք, ասենք թե падգամավորները նախաձեռնում են ոչ թե անվստահության գործընթաց, այլ օրենքի ընդունման գործընթաց։ Ասենք նույն Աղվան Վարդանյանը հեղինակել էր օրենքի նախագիծ, դրոշի մասին օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծ էր հեղինակ։ Հիմա որպես այդ օրենքը ընդունվի, պիտի ԿՊ-ից падգամավորներ կողմ քվեարկեն, չէ՞։ Հիմա եթե ինք ի սկզբանե մտածի, որ կողմ չեն քվեարկելու, նախագիծը ուրեմն պիտի շրջանառության մեջ չդնի, բայց քանի որ ինքը ուզում է, որ այդ օրենքը ընդունվի, նախագիծը հեղինակում է, այդում են հանձնաժողովում են քննարկում, հանդիպում է ԿՊ-ի падգամավոր, այսպես նախագիծ ունեմ, եթե հարցեր ունեք, չէ՞, իրար հետ այդ հարցերը քննենք, իմիջիայլոց ասեմ, իր հեղինակած այդ օրենքը ընդունվել է միաձայն։ Ինքն էլ հեղինակել է դա։ ԿՊ-ի ամբողջ կազմը կողմ է քվեարկի Աղվան Վարդանյանի հեղինակած օրենքի նախագծին։ Ինչ օրենքի նախագիծ։ Դրոշի մասին օրենքում փոփոխություն ա։ Դե հիմա կարող է դրոշի մասին կատարել, այսինքն 21 թվին մեր ժողովրդին ինչ խոստացել էր արել է։ Դրա համար հիմա ինքը ասում է պետք չխոսա։ Ղազարյան Էդգար շատ է խոսում։ Սուս դստեկտերները տայ մարտել ինչ խոսում։ Լավ, պարոն Ղազարյան, տեսեք, պարզ է, նախաձեռնող պետք է լինի, այդ ամեն ինչի, այսպես ասած, հեղինակ, հա? Հեղինակ։ Ցանկացած մի падգամավոր կարա դա լինի։ Հիմա ասում եմ, եթե դուք գտնում եք, իրանք իրանց հայտարարության մեջ գրում են Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու իրավական եւ քաղաքական հիմքերը արկա են։ Բա որ արկա են, ում եք սպասում դուք։ Էլ Ղազարյան Էդգարը ձեզ ընդհանրապես ինչ է նամակ գրել։ Լավ, մենք ինչ ենք ուզում, որ անպայման այդ հեղինակը Հայաստան Դաշնքի падգամավոր լինի։ Հայաստան խմբակցությունը պատիվ ունեմից մեկը վերցնի գործի ծեսերի վրա։ Իսկ ով ասում է։ Իսկ ով ասում որ չի կարելի քաղաքացիական առաջին հերթին էս ԿՊ-ից պիտի լինի։ Բա դրա համար մենք մեր նամակը գրելուց հո Հայաստան խմբակցությանը չեն գրել։ Դուք դիմել եք բոլորին։ Անհատապես 107-ը որ ցանկացած падգամավոր դա պարտավոր է անի։ Մեր համար ընդ որում նամակի մեջ չեն գրել, այս ինչ խմբակցության падգամավոր չենք նշել, որ չեն падգամավոր։ Ու տեքստերը տարբեր չեն, ասենք նես չի, որ Հայաստան խմբակցության падգամավորներին նամակի մեջ մի նախադասություն ավել գրենք, ասենք հաշվի առնելով նաև որ դուք 21 թվի նախընտրական շրջանում մեր ժողովրդին խոստացել եք, որ դու դա պիտի անեք, որ մինչև հիմա դուք նախաձեռնել եք ընդդիմադիր տարբեր շարժումներ, որին ակտիվ մասնակցություն եք, դե ոչ մի ավել նախադասություն չեն գրել։ Բոլորի նամակները նույնն է։ Շատ լավ, պարոն Ղազարյան, սա տեխնիկական մաս է, այսպես լավ բնութագրումը տվեցիք, որպեսզի նաև մեր հետևորդները հասկանան, թե ինչի մասին է խոսքը, բայց բովանդակային առումով մենք տեսնում ենք, որ Հայաստան Դաշինքի Հայաստան խմբակցության ներկայացուցիչները շատ ակտիվ ընդդիմացան այս ամենին եւ հստակ ձևակերպում են տալիս, որ սա բացառապես իրենց դեմ է, սա թիրախավորում է Հայաստան խմբակցության Դաշինքի, Հայաստան խմբակցության падգամավորներին եւ մասնավորապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ես կցանկանայի այս մասով ձեր մեկնաբանությունը լսել։ Ուրեմն մենք Ռոբերտ Քոչարյանին նամակ չենք գրել։ Ռոբերտ Քոչյանը падգամավոր չի։ Եվ այս որոշման կայացման գործում Ռոբերտ Քոչյանը ոչ մի իրավասություն չունի։ Խմբակցության առաջնորդն է այդ մարդը։ Չէ, խմբակցության ղեկավարը Սեյրան Օհանյանն է։ Ռոբերտ, ես Շատ լավ, դուք թղթաբանորեն եք ասում, բայց վերջիվերջո Հայաստան Դաշինքի ղեկավարը առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է։ Թե իրանք Ռոբերտ Քոչարյանի հետ ինչ ներքին փոխհարաբերություններ ունեն, ինչ հարգանք ունեն, ինչ ազդեցություն ունի Ռոբերտ Քոչարյանը իրանց վրա,
Դա ինձ քիչ է հետաքրքրում, ոնց որ ինձ քիչ էր հետաքրքրում, թե Հովիկ Աղազարյանի Մոսկվայի ընկերը ինչ ազդեցություն ունի իր կողմից կայացող որոշման։ Դրանք լրիվ տարբեր համեմատություններ են։ Հովիկ Աղազարյանի ընկերոջ չէ, իհարկե, այս խմբակցությունը ձևավորվել է այդ մարդու առաջնորդությամբ։ Հետո այդ մարդը Բայց մարդու կարծիքը առաջնահերթ չի։ Պիտի մենք օրենքով, չէ՞, պիտի օրենքի տրամաբանությամբ, չէ՞, պիտի ամեն ինչ առաջնորդ։ Այդ մարդը ընտրվել ազգային ժողովի падգամավոր Ռոբերտ Քոչյան, առաջնորդել է եւ եղել է իրանց դաշինքի պատկերացած վարչապետի տեխնացու։ Այո։ Իրենք մասնակցել են ընտրություններին, անհրաժեշտ ձայներ չեն հավաքել, որպեսզի նախագահ Քոչյանը դառնա վարչապետ։ Ինքը հրաժարվել է падգամավորական մանդատից եւ հիմա ոչ մի իրավական կարգավիճակ այդ իմաստով չունի։ Բայց չի դառնում մնալ այդ խմբակցության առաջնորդը։ Ինչ պարտադիր է որ պարլամենտում լինի այդ մարդը։ Ինքը պարլամենտից դուրս համարվում է այդ իր ցուցակի մարդիկ են, իր առաջադրած մարդիկ են, այդ մարդիկ են իր համաձայնությամբ դարձել падգամավորներ։ Կարգով էլի, բան, ոչ թե այդ շտամպերով մտածենք, այլ իրականության մեջ։ Հայաստան դաշինքը ձևավորել են հայ հեղափոխական դաշնակցություն եւ վերածնվող Հայաստան կուսակցություններ։ Հետո վերածնվող Հայաստաններ դուրս է եկել դաշինքի կազմից։ Իր падգամավորների մեծ մասը, այդ թվում կուսակցության նախագահը падգամավորական մանդատը վայր են դրել։ Այսինքն Հայաստան դաշինքը ֆունկցիոնալ իմաստով էլ այլևս գոյություն։ Դաշինքը նախընտրական շրջանում է, երբ որ ընտրվում են, այդ անվանումը ձևավորվում է խմբակցություն։ Դե ասում ենք խմբակցություն։ Խմբակցությունն ունի ղեկավար։ Մենք Ռոբերտ Քոչյանի անուն այս գործի մեջ չունենք տալու։ Որովհետև նա падգամավոր չի, մենք նրանից հիմա իրանք կարող է Ռոբերտ Քոչյանի հետ խորհրդակցեն, կարող է գնան առաջին նախագահի հետ խորհրդակցեն, կարող ում այդ իրանց իրավունքն է падգամավորը, ում է իր համար հեղինակ, մարդ կա իր քեռու հետ խորհրդակցում, մարդ կա իր հորեղբորի հետ խորհրդակցում, մարդ կա իր մեծ աղբորի հետ, լավ են անում։ Հետո որոշումներ են կայացնում։ Ինձ հետաքրքրում է ի վերջո падգամավորները ինչ որոշում են կայացնում։ Մենք Ռոբերտ Քոչյանի հետ այս հարցում անելիք չունենք։ Պարզ պատճառով որ նա չունի падգամավորի կարգավիճակ։ Ով չունի падգամավորի կարգավիճակ, այս գործի հետ իմ պատկերացումներով կապ չունի, այս գործի հետ կապ ունեն միայն падգամավորները։ Հետևաբար թիրախավորել ինչ-որ մեկին, ես ինչ նպատակ պիտի ունենամ, որևէ մեկին թիրախավորել, երբ որ ես քաղաքացի եմ, կարդում եմ Հայաստանի սահմանադրությունը, եւ падգամավորին ասում եմ քո պարտականությունը կատարի։ Հիմա ես ուրեմն հասկանամ, եթե ես քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վահագ Ալեքսանյանի նամակ եմ գրել։ Վահագ Ալեքսանյանը ինձ պատասխանել է։ Ես էլ այդ պատասխանից չեմ բավարարվել, խնդրում եմ որ Վահագ Ալեքսանյանը ինձ հրավիրի ճաշի, ինքը ճաշ ուտի, ես մի հատ սուրճ խմեմ, իրան նորից բացատրեմ, որ ինքը ուտելուց լսի իմ ասածները, որ ուղղակի ավելի լավ աշխատի, միգուցե ավելի լավ հասկանա թե ես իրան ինչ եմ ասում։ Հայաստան խմբակցությունը դրա հետ ինչ կապ ունի։ Տեսեք, երեք Աղվան Վարդանյանը, որ մի հատ է թիրախավորվեն։ Տեսեք, երեք Աղվան Վարդանյանը ասում է թիրախավորում է այնքանով, որ շատ լավ իրենք հասկանում են, որ այս պահին դա անհնար է անելը, որովհետև երկրում այնպիսի քրիտիկական իրավիճակ չի ստեղծվել, երկրում տոտալ դիկտատուրա է Նիկոլ Փաշինյանի կողմից, դիկտատուրա է ամբողջությամբ, եւ դա իրականացնել հնարավոր կլինի այն պարագայում, երբ երկրում կլինի երկիշխանություն արդեն։ Էդի որտե՞ա գրել, որտե՞ց է կարդացել։ Չէ, երեք ինքն է հայտարարել, Չէ, հայտարարել, հիմա այդ ասեք թե ասա երկիշխանություն պիտի ձևավորենք, որ նոր կարողանանք արդեն իմպիչմենտի միջոցով խորհրդարան ճնշում գործադրել։ Դա կոնկրետ падգամավոր Աղվան Վարդյանի կարծիքն է, չէ։ Այդ իր կարծիքը ինքը պիտի փորձի, օրինակ որ ասում է երկիշխանություն։ Դա որտից է կարդացել, որ պիտի տենց լինի երկիշխանություն լինի։ Դե չեն ասում քաղաքագիտական այսպեսի մոտեցում կա, չէ, որ ճնշման արդյունքում ձևավորվում է։ Ճնշում չի կարելի։ Իշխանությունը, այսպես ասած, երկրորդային իշխանություն, որը ձևավորում է падգամավորի վրա ճնշում չի, իր վրա էլ չի կարելի ճնշում գործադրել։ Եթե հիմա մեկը գործադրում է, ուրեմն շատ վատ է անում։ Ինչի 18 թվականին Սերժ Սարգսյանի վրա լայն զանգվածները ճնշում չգործադրեցին։ Ճնշում չի կարելի գո, այլ բան է, որ մարդիկ փողոցում պաշտպանեն են գաղափարը, որը հիմա ես ներկայացնում եմ, որ ոչ թե падգամավորները ճնշվեն, այլ հակառակը իրանց գոյություն ունեցող ճնշումներից ձերբազատվեն, որովհետև հիմա շատ падգամավորներ գտնվում են ճնշման ազդեցության տակ, չէ՞, Հովիկ Աղազարյանը խոստովանել է, թե ինչ դրված կա քաղաքացիական պայմանագիր խմբակցությունում։ Հիմա մեր նպատակը ոչ թե այդ ճնշվածներին մի հատ էլ մենք ճնշենք այդ խեղճանճարներին, այլ ճիշտ հակառակը նրանց ձերբազատենք իրանց ճնշումներից, հանենք այդ WhatsApp-ի խմբից, նստենք հետները նորմալ մարդավարի խոսենք, բան բացատրենք։ Այն որ ես հիմա Աղվան Վարդանյանին գրել եմ նամակում, որ դուք որպես падգամավոր
պարտավոր եք վերահսկել կառավարության գործունեությունը, որ դուք որպես падգամավոր այդ իրավասությունը ունեք կառավարության ծրագրի անհամապատասխանությունները տեսնելու դեպքում անվստահություն հայտնել այդ կառավարությանը, գործեք ըստ ձեր լիազորությունների։ Երկիշխանության մասին դե ոչ շատ ասма չենք վստահում մենք այդ առաջարկին, մենք չենք վստահում այդ գործընթացին։ Բաղում են վստահում Նիկոլ Փաշինյանը։ Չենք վստահում, որովհետև դա լուրջ չի։ Բաղում են վստահում։ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը լուրջ է։ Հիմա ասենք թե եթե այդ գործընթացը իրանք նախաձեռնեն ու ենթադրենք հաջողություն չունենան, ինչ զրկանքներ են կրելու, ինչ են կորցնում։ Եթե այդ գործընթացը չեն, ասենք թե պատկերացրեք, ես կարդում եմ երեկվա Աղվան Վարդայանի այդ գրական ստեղծագործությունը, որը գրական թերթը ակնհայտորեն չի տպե ու չի տպի, որովհետև շատ տեսեք մարդկանց վիրավորում։ Հա, որովհետև ինքը լսել եք ինչ է։ Վիրավորում եք, հետո էլ ասում են դե ինչ է վիրավորում, ասում եմ գրական ստեղծագործությունը անհաջող։ Որպես ընթերցող, ասենք եթե հիմա դա գրական թերթում տպվեր, ես կարդայի հիասթափվեի։ Հիմա իր Facebook-յան էջումա գրել, այնտեղ եմ կարդացել հիասթափվե, չէ՞։ Երեք այդ ամենը ազգային ժողովում։ Հիմա ասենք թե ենթադրենք, ես ոչ թե հիասթափվում եմ իր այդ փառահեղ մտքերից, այլ հակառակը, ոգևորվում եմ։ Ոգևորվում եմ ու հետ ենք կանգնում այս նախաձեռնությունից։ Ժողովուրդը ով մտածում էր դրա մասին, իսկ հիմա դա լայն թափ է հավաքում, գելապ հարցում արի, ասում է ինչ կարծիք է կոնկրետ Էդգար Ղազարյանի, Նարեկ Մայլյանի նախաձեռնած անվստահ 37% ասում են կողմ են, 5 օր է անցել։ Արդեն 37%-ը Գելապի Գելապը տենց բան չասեց, ես նայել եմ Գելապը 37% չէ, կարծում ուրիշ հարցեր է բան։ Լրիվ կողմ ենք ու մասամբ ենք, իր դեպքում 37-ը լնում է։ Ընդամենը 5 օրում։ Հիմա լավ, մենք այդ 37% ժողովուրդ սաղով հրաժարվում ենք այդ ամեն ինչից, լսում ենք Աղվան Վարդանյանին։ Չենք անում դա։ Ինչ է անում արդյունքում։ Չէ, տեսեք, Աղվան Վարդանյանը Արդյունքում Նիկոլ Փաշինյանը մնում է Հայաստանի վարչապետ։ Էդ են ուզում։ Հա։ Հիմա եթե այդ չեն ուզում, իրանք ասում են, որ Նիկոլ Փաշինյանը պիտի հեռացվի։ Այս ճանապարհը համարում են անլուրջ, ծիծաղի առարկա, չգիտեմ, էլի կարան, վիրայնդել էլ բան, ավանտյուրա, էլ ինչ էր ասել։ Ես ուզում եմ ասել ավանտյուրայի մասին, ասել է։ Պետք է քննարկումները միասնական տեխնացուի շուրջ հասկանանք ինչ ենք անում։ Բա թող հասկանան, բայց միասնական տեխնացուի շուրջ դրանով հզոր ճնշում սկսենք, Աղվան Վարդանյանն է մեջբերում, թե չէ հիմա այս ամենը ինչ որ դուք անում եք, սա մի մեծ ավանտյուրա է։ Բա իրանց հարազն ինչ է։ Բայց 4 տարին դեն նստած ինչի շուրջ էին բանակցում։ Էկոպարիկների պրոֆեսիոնալն լինելու, թե բանը ավտոմեքենաներից հայելի գողանալու, երեք падգամավորիչները տենց հարցեր բարձրացնում։ Ասում են դե ժողովրդի խնդիրներն է, չանադառնա։ Չէ, բայց ասենք դուք հիմնական խնդիրը ձեր 4 տարի դուք ընդ ինչն եք քննարկում։ Լավ, մենք հրաժարվում ենք, այ այդ մենք այդ ավանտյուրիստներով, այդ ձեզ չենք թիրախավորում, իրան ձեզ թիրախավորում ենք, հիմա լսեցինք ձեր այս գեղարվեստական ստեղծագործությունները հետ ենք քաշվել։ Հետո ինչ է ալնում։ Նիկոլ Փաշինյանը մնում է վարչապետ, ճիշտ է։ Լավ է։ Հիմա բա դուք ասում եք Նիկոլ Փաշինյանի պիտի հեռացնենք, չէ՞, ոնց որ էդ եք ասում, ասում եք հիմքեր կա հեռացնելու։ Բա ոնց պիտի հեռացնենք։ Ասում են այդ ձևով չի հեռանում։ Շատ լավ։ Բա որ ձևով պիտի հեռանա։ Ուրիշ Այդ ասողը, որ եթե կոնկրետ հիմա առաջարկվում է օրինական սահմանադրական խելամիտ ճանապարհ, որը դժվար է, ես շատ լավ եմ հասկանում, որ դա շատ դժվար է։ Իսկ եթե մարդը կյանքում դժվարությունների է հանդիպում, ինչ է անում։ Խուսափում է, ասում է չանեմ դժվար է, թե ասում է դժվար է, ոնց անեմ, որ դժվարությունը հաղթարեմ, չէ։ Ամենքս մեր կյանքում մի ինչ-որ հաջողության, մի ինչ-որ մի պահի հասել ենք, չէ։ Ինչի շնորհիվ ենք հասել։ Դժվարություններ հաղթահարելով։ Բուր ընդունվելը գիտեք ինչքան դժվար է շրջանավարտների համար։ Իրանք ինչ են անում, ասում են դժվար է չսովորենք, ով որ նպատակ է դնում, որ պիտի ընդունվի, գիշերը չի քնում, չարչարում, ես որ սովորում էի, շատ դժվար էր 5 ստանալը։ Դրա համար ինչ էի անում, այն 90-ական թվականներն են սովորել։ Ճրագի լույսի տակ նստում էի, կարդում էի, ռեֆերատ էի գնում էի, հանձնում էի, որպեսզի գերազանց, որտեղ նպատակը եթե դրել ես, դժվարությունը պիտի հաղթար։ Ով ասում որ բոլոր խնդիրները պիտի ասենք, պիտի Հայաստան դաշինքը կամ էս մի падգամավոր մի հատ նախաձեռնություն ցուցա, էս ՔՊ-ի մոտ ոգևորություն առաջացնի, սինիները կապեն, կոնյակը դնեն, ասեն, «Բա եկակ դե բերեք մի հատ մեր գործի համար, մի բաժակի հաջողություն մաղթենք ելեք»։ Այդպես չի լինելու։ Բայց այդ դժվարությունը պիտի հաղթարվի ջանքեր գործադրելու միջոցով։ Իսկ իրանք ինչ ջանք են գործադրում դա անել։ Մինչև հիմա օրինակ ասում են պիտի հրաժարական տա Նիկոլ Փաշինյանը, չէ, հայրենիքի փրկության շարժում, դիմադրության շարժում, սրբազան պայքար, բոլորի
հիմնական առաջադրած խնդիրը այդ շարժումները եղել է որ վարչապետը պիտի հրաժարական տա։ Վարչապետը հրաժարական չի, այսինքն ապացուցված ձախողումա, չէ։ Հիմա այս գործը մենք արել ենք, չէ, գործ ենք արել։ Այսպես թե այնպես արել ենք, հիմա չի։ Այսինքն, բա հիմա դուք այսինքն դուք հիմա դուք նայեք, դուք ձեր ձախողումն է, ձեր ակտիվում կա մենակ ձախողումներ։ Հիմա ձեզ ներկայացում է առաջարկություն, որը իր մեջ կարող ունենա հաջողություն, դուք դա ասում եք անլուրջ է, որովհետեւ ձախողվել է։ Այդ ասողը մի մարդ է, որի սա մինչև հիմա ինչ արել է, սա պրավալ է։ Հիմա ասում են մի րոպե, ասում են 5-րդն էլ գնանք ձախողենք։ Այսինքն հաշվածը որ 4 ծավալ չելի, հա։ Մենք 4-ը ձախողող ենք։ Մենք 4 արդեն ձախողել ենք, всё, մենք արդեն մեր խնդիրը լուծում ենք 4-ը։ Ասում են գոնե 5-րդը հաջող ենք ախր։ Բա հաջողելու համար ինչ պիտի անել, ոչ թե պետքա նրան դիմադրություն ցույց տալ, այլ պիտի բոլորս մեր ջանքերը ներդնենք։ Այսօր մայիսի 8-ն է։ Այսօր Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու 7-ն է։ 7-րդ տարելիցը։ 7-րդ տարին է, ճիշտ է։ Տարելից։ Տարելիցը։ Նիկոլ Փաշինյանը, որ ընտրվել է վարչապետ, այդ պահին եղել է ազգային ժողովի ամենափոքր խմբակցության ղեկավարը։ Ելք խմբակցության ղեկավարը, որի կազմում եղել է ընդամենը 7 падգամավոր։ Այո։ Ու Նիկոլ Փաշինյանը ընտրվել է վարչապետ։ Փաստ է, չէ՞։ Որևէ մեկի մտքով 18 թվի հունվարին կանցնի իր մտքով, որ հանրապետական կուսակցությունից 11 թե 12 падգամավոր, ԲՀԿ-ն ամբողջ խմբակցությամբ, Դաշնակցությունը ամբողջ խմբակցությամբ բացի Աղվան Վարդայանից կողմ կքվեարկի, որ Նիկոլ Փաշինյանը դառնա Հայաստանի որևէ մեկը կմտածեր, որ այդպես բան կլինի։ Դե ամսի 17-ին արդեն Սերժ Սարգսյանը ընտրվել էր վարչապետ։ Ընտրվել, հիմա ոնց եղավ, չէ։ Ժողովուրդը իր դուրս եկավ փողոց, ասաց մենք այս որոշումն ենք ուզում, падգամավորներն ոչ թե ճնշվեցին, այլ մտածեցին, որ իրանք պիտի ժողովրդի կամք կատարեն, որովհետև կարդացին սահմանադրությունը գրած է։ Ամեն падգամավոր ներկայացնում է ժողովրդին։ Հիմա մտածում են, ասում են, եթե ժողովրդի կամքը դա է, ես դրան չեմ հակադրվում։ Ու այդ որոշումը կա, բայց փողոցում պարոն Ղազարյան, փողոցում սարսափելի ճնշում կար։ Աղվան Վարդանյանը դրա մասին է սարսափելի ճնշում կար, բայց պարլամենտում էլ կար վարչապետի տեխնացու։ Եթե փողոցում սարսափելի ճնշումը էր, պարլամենտում վարչապետի տեխնացու չլներ, ոչ մեկ չէր կարող ընտրվի։ Հիմա տեսեք, հիմա այստեղի խնդրեմը այն է, որ փողոցում անգամ բազմաթիվ դեպքեր են եղել, որ մարդիկ հավաքվել են, բայց պարլամենտում վարչապետի տեխնացու չի ելել, մարդիկ չեն իմացել, ինչ պիտի, դա համար այդ փողոցային շարժումները մարել է։ Այնքան մարդ, որ հավաքվել է մայիսին 24 թվին, շատ ճիշտ դիտարկում էր արել, ուրեմն փոխնախագահ Լևոն Զորաբյանը, ասում է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար ավելի շատ մարդ էր հավաքվել, քան 18 թվին իրան իշխանություն բերելու համար։ Ճիշտ շատ բայց բան չստացվեց։ Ինչի համար, որովհետև քաղաքական process չկա։ Հիմա եթե խորհրդանում անվստահության իմպիչմենտի գործընթաց չլինի, ինչքան ուզում ես մարդ հավաքի փողոցում։ Այդ մարդը հետո ինչ պիտի անի։ Պարոն Ղազարյան, տեսեք, հիմա գանք հենց ձեր ասացին։ Եթե անգամ դրսում մարդ էլ լինի, բայց այս դեպքում էդ էլ չկա։ Իմպիչմենտի շրջանակում պատիվ ունեմ ասեց, ես վարչապետի տեխնացու չունեմ։ Հայաստան խմբակցությունը երեք Աղվան Վարդանյանը ասում է, որ մեր վարչապետի տեխնացուն այո արձանագրեք հենց Ռոբերտ Քոչարյանն է։ Բայց մենք այս ամեն ինչին չենք մասնակցում, որտեղ սա անլուրջ է։ Լուրջ իրանք են։ Այն որ Նիկոլ Հիմա մարդը, գիտեք, ձեզ չեն վստահում, պարոն Ղազարյան։ Ով չի, իրանք Նարեկ Մալյանին չեն վստահում։ Ով չի, իրանք 28%-ով չեն վստահում։ Հա, չեն վստահում։ Բաղում են վստահում Նիկոլ Փաշինյանին, տենց ասում։ Չէ, Նիկոլ Փաշինյանն չեն վստահում, շատ լավ են բայց ձեզ վստահում։ չեն Եթե վստահում։ այդ որոշումը չեն կայացնում։ Ասում են դուք շատ եք խոսում։ Այո, իրանք լավ է որ չեն խոսում։ Ասում են դուք լավ հումոր ունեք, բայց նաև շատ եք խոսում, որը այլտեղ կարող է ձեզ տանել, բայց այդ ամեն ինչով հանդերձ դուք նաև շատ լկտի անում եք։ Բանը, վիրավորենք, էլ ասեք, իրանք իրաց գործը։ Ասում են չափերը անցնում եք, պարոն Ղազարյան։ Ըստ Աղվան Վարդանյանը ինչքան լավ է որ падգամավոր չի խոսում։ Օրինակ ինքը որ այդքան չի խոսում, ինչքան լավ է, չէ։ Այսքան ես զորրով գրանցում եմ խորհրդարանական լսումների մասնակցում եմ, ընդամենը 2 րոպե են տալ, այդ 2 րոպե անշնորհք է։ Իսկ ինքը որ ընդ падգամավոր նստած է, որ տարիներով չի խոսում, մենակ սիգարա ծխում, գիտես ինչքան լավ է։ Բայց ժողով դրա համար են, չէ, ընտրե։ Բայց խոսելուց ինչ եմ խոսում։ Նիկոլի դեմ եմ, չէ, խոսում, պայքարում եմ, չէ, ասում եմ շատ է խոսում։ Մեր Նիկոլին շատ բան ասում, հա։
Չէ, լավ, Նիկոլի մասին չի խոսքը։ Չէ, բայց խոսալուց ես ինչ է, ինչ է անհանգստացնում իմ խոսալը իրան։ Ասում են այդ իրենց գրությունը տարածելուց հետո խիստ ագրեսիվ եւ վիրավորական ձևակերպումներ է կարել իրենց նկատմամբ։ Եզրույթը կոչվում է վարչապետին անվստահություն հայտնել։ Հայերենում կան հոմանիշներ, հականիշներ։ Անվստահության հականիշը վստահությունն է։ Եթե դու իրավունք ունես անվստահություն հայտնես, ու ինչ որ քո համար մտածածին, մենակ քո համար հիմնավոր, ուրիշի համար դեռևս ոչ հիմնավոր պատճառներով անվստահության գործընթաց չես նախաձեռնում, նշանակում է դու վստահություն ես ցուցաբերում։ Գիտեմ թե ինչքան տհաճ է իրանց դա լսելը, եւ ես դա ամեն անգամ բոլոր հնարավոր առիթներով դա նորից ասում եմ, որպեսզի իրենք իմանան թե ինչ տհաճ է այդ իրավիճակը, որպեսզի այդ իրավիճակը փոխվի։ Ես գիտեմ թե ԿՊ-ն քանի падգամավոր ունի։ Ես գիտեմ թե ԿՊ-ում ինչ դրվածք ունի։ Ես գիտեմ թե դա ինչքան դժվար է։ Ես գիտեմ որ իրանք մեր երկրի օրենքները խախտում են, բայց ի տարբերություն մեր մյուս գործընկերների, ովքեր միայն փաստերն են արձանագրում ցես պրագմատիզմով։ Ես նույն պրագմատիզմով փաստը արձանագրում եմ, բայց այդ փաստի հետ չեմ հաշտվում։ Ես պայքարում եմ դա փոխելու համար, որովհետև այդ փաստը անտրամաբանական է, ապօրինի է եւ մեզ բերում է աղետներ։ Դրա համար ես դրա հետ չեմ հաշտվում։ Ամեն ինչ անում եմ դա փոխելու ուղղությամբ։ Կհաջողվի, ինչ չի հաջողվի, այդ այլ բան է, բայց ես պայքարում եմ հաջողության հասնելու համար։ Իսկ հաջողության համար պետք է այո դժվարություններ հաղթահարելով գնաց, ոչ թե ասես դժվարա չենք անում, ոչ, դժվարա դրա համար ենք անելու եւ ես վստահ եմ, որ մեզ հաջողվելու է այդ դժվարությունները հաղթահարել։ Իրանց լեվելում էլ է հաջողվելու այդ բարիերը հաղթահարել եւ ես համոզված եմ, որ իրանց որոշումը կայացնելու են եւ առաջիկայում առաջադրելու են վարչապետի տեխնացու։ Առավել քան համոզված, լավ կլներ իհարկե, իրանք այդ հնարավորությունը շատ շուտ վանեցունեին, նաեւ ապրիլի 28-ից, որ առանց այլևայլությունների իրենց տեխնացուն առաջադրելով իրենց ցանկության դնեին այդային։ Հիմա իրենք շատ լավ գիտեն, բոլորս էլ լավ գիտենք, ինչ բան է հանրային պահանջ։ Այդ ժողովուրդը փողոցում կանգնելու է։ Այդ փողոցում կանգնելը ոչ թե շենք գրավելու, մեկին ծեծելու, ոստիկանների հետ բախվելու, երեխուն մանկապարտեզ տանողի ճամփեն փակելու համար, այլ հավաքվելու է իշխանությունների ամբողջ պարլամենտին 107 հոգուն ցույց տալու իրանց կամքը, որ իրանք համաձայն չեն, որ Իլհամ Ալիևը Հայաստանում ունենա երկրորդ կառավարությունը։ Ու այդ մարդիկ հավաքվելու են։ Ես էլ եմ այդ մարդկանցից մեկը։ Նրանք հիմար մարդիկ չեն, որ հենց այնպես գան նստեն Էդգար Ղազյանին լսելու համար, հիմա իրանք կնստեն իրանց տանը, հեռուստացույցը կմիացնեն, մեդիա հաբը կլսեն, Էդգար Ղազյանը, որ հիմա հանրահավաք կլինի, ավելի խելոք բան չի ասելու, քան ինչ որ հիմա է ասում։ Մենակ մարդ լսելու համար հանրահավաքի չեն գնում։ Որ պահի գործողություն, կոնկրետ հստակ իսկ այդ գործողությունը ոչ թե հանցագործությունն է, ոչ թե շենք գրոհելա, ոչ թե դատվելա, ոչ թե միլիցիա անգնելն է, եթանք հետևներից, այդ չի գործողությունը։ Գործողությունը մեր ներկայությամբ մեր կամքը արտահայտելն է, որը դառնալու է падգամավորի որոշում։ Սահմանադրական ճանապարհով։ Այո, օրինական սահմանադրական։ Այս արձանագրենք էլի, այս իմպիչմենտի գործընթացը սահմանադրական ճանապարհով։ Այն որ միշտ հիշում եք, ասում էին, հո չենք գնալու շենք գրավենք, հո չենք գնալու էսանենք, հո չենք գնալու էսանենք։ Շենքը գրավի նստար, տես խո վարչապետ։ Սահմանադրական ճանապարհով բան է։ Падգամավորները իրավունք ունեն անվստահություն հայտնեն վարչապետին, ընտրեն նոր վարչապետ, նայում են ժողովրդի կամքով, այդ ժողովրդի կամքը դառնում է իրանց կամքը ինչ որ սահմանադրությամբ է գրած, կայացնում են խելամիտ, իսկ այդ որոշումը որ պիտի կայացնեն, դրա հիմնավորումները բազմաթիվ են, ասում եմ, սահմանադրության մեջ է գրած, կառավարությունը եթե իր ծրագիրը չի կատարում, այդ կառավարությանը պետք է անվստահություն հայտնել։ Հիմա տեսեք, վերջին հարցն էլ տամ, պարոն Ղազարյան, գիտեմ, որ դուք էլ շտապում եք, տեսեք, դուք պարբերական հանդիպումների շարք եք սկսել քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ։ Ինչ փուլում եք, ես գիտեմ, որ 3 հանդիպել եք Հայրենիք կուսակցության ղեկավար կազմի հետ, այսօր շտապում եք Հանրապետական կուսակցության հետ եք հանդիպել եք միասին այլընտրանքային հասարակական քաղաքական շարժման հետ, Հայազգային կոնգրեսի հետ։ Միասինը պարոն Բագրատյանի առաջնորդությամբ։ Արամ Սարգսյան, Հրանտ Բագրատյանն հետ նախաձեռնած միասին շարժումը, հանդիպել ենք Հայազգային կոնգրեսի հետ, շաբաթ օրը հանդիպում ենք ունենալու Պաուլ Հարիկյանի ղեկավարած ազգային ինքնորոշում միավորման հետ։ Մենք այդ հանդիպում ենք խնդրել Հայ հեղափոխական դաշնակցության հետ, չնայած ոնց որ մերժում ենք ստացել, ասելով որ իրենք այդ գործընթացում միայն հրապարակային են արտահայտվելու առանձին հանդիպման կարիք, բայց նախաձեռնություն մենք ցուցաբերել ենք։ Այսինքն այն քաղաքական ուժերի կուսակցությունների, որոնք ոչ թե падգամավորներ են,
Որոշում կայացնողները падգամավորն են, իրանց նամակը գրել են, ասել են խնդրում ենք մինչև մայիսի 8-ը, ասեք իմանանք ձեր դիրքորոշումը, որ հետագա մեր քայլերը պլանավորենք։ Բայց падգամավորներից բացի մեր հասարակական կյանքը կազմված է նաև այլ քաղաքական ուժերից, գործիչներից, որոնք հասարակ մարդիկ չեն։ Եվ նրանց նախ ներկայացնելը, որ ոչ թե միայն մեդիա հաբով իմանան, թե մենք ինչ մտահղացումներ ունենք կամ այլ լրատվամիջոցներով, այլ ուղիղ ներկայանանք, մեր տեսակետները ներկայացնենք, իրենց ուզող հարցերին պատասխան, որ այդ մարդկանց համար նախ հասկանալի լինի։ Մենք երրորդ նախագահից ենք հանձնարարություն ստացել, երկրորդ նախագահից, թե Թրամփից, որպեսզի այդ հարցերը իրանց համար լինի, օրինակ լավ կլներ Տիգին Ագնեսա Խամոյան այդ հայտարարություն անելու համար մի հատ իմ հետ հանդիպեր հասկանալ, ես իր բոլոր հարցերի պատասխանը տայի։ Ագնեսա Խամոյանը падգամավոր է, իր իրավունքն է, իր կարծիքն է արտահայտել։ Որպեսզի հիմնավոր լինի իր կարծիքը, էլի թե չէ էլի արտահայտելը լավ արի, հիմա արտահայտելը մնացել է։ Գտնում տենց լավ արի։ Հիմա կարար նաև, որպեսզի մարդկանց մոտ բոլոր հարցերի պատասխանները լինի, մենք այդ կարգի շփումներում միշտ բացենք եւ པարզ ներկայացնենք։ Եվ դրանից բացի, քանի որ հիմնական ընդդիմադիր կուսակցություններն ասել են, որ իրանք վարչապետի տեխնացու չունեն, իշխանականներն էլ հիմա իրանք ճեպազրույցներով ասում են, որ իրանք անվստահության գործընթաց չեն ուզում սկսեն, իրանք Նիկոլ Փաշինյան աջակցում, մենք հասկանանք մեր հասարակության մեջ կա արդյոք քաղաքական ուժեր, որոնք պատրաստ են այս հակաճգնաժամային կառավարությունում, այս անցումային process-ում իրենք առաջադրել վարչապետի տեխնացու պատասխանատվություն ստանձնել եւ մեզ տանել նորմալ մինչեւ 2026 թվական։ Պարոն Ղազարյան, տեսեք, հանդիպումների նպատակը դա է։ Հասկանալի է, տեսեք, մինչեւ հունիս խորհրդարանը կաշխատի, հունիսից կմեկնի արձակուրդ։ Ինչ մնաց մեզ։ Մայիս, հունիս, որոշել եք ամառը աշխատեք, հետո աշնանային նստաշրջանով impeachment-ների process-ը։ Մենք ժամանակացույց չունենք, մենք ակնկալում էինք, որ ապրիլի 28-ին գրած նամակին արդեն ապրիլի 29-ին սկսի անվստահության գործընթաց, դա կարա շատ արագ լինի եւ այդ հանրային աջակցությունը դրա համար էլ ժամանակ պետք չի։ Սրբազանի հանրահավաքի մայիսին եղել ամենամեծ այդ մարդիկ ինչի համար են փողոց դուրս եկել։ Իհարկե Սրբազանի կո ես ինքս չէ, նաեւ իր հանդեպ հարգանքով, վստահություն ունենալով եւ այլն, բայց առաջին հերթին գաղափարի համար։ Հիմա Սրբազանը ցանկացած առիթով, որ հավաք կազմակերպի, ասենք օրինակ պատարականի, ხო այսքան մարդ չի գնալու, ենթադրենք կամ ուրիշ առիթով, չէ՞։ Եկել էին առաջին հերթին գաղափարի համար, նաև իր նկատմամբ ունեցած հարգանքով եւ վստահությամբ, այսինքն իրան հաջողվեց այդ առաջնորդությունը անել եւ այդ գաղափարը իր կերպարով նաև շատ հաջող ձևով ներկայացնել։ Այսինքն այդ մարդիկ, ովքեր դուրս էին եկել փողոց, նրանք Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մտադրություն ունեցող մարդիկ են։ Այդ մարդիկ հիմա էլ են այդ մտադրությանը։ Նրանք ոչ վերացել են, ոչ մտափոխվել են, ոչ դառել են նիկոլական, հակառակը տասնյակ հազարավոր նոր մարդիկ են Նիկոլ Փաշինյանին հեռացնելու անհրաժեշտությունը զգում, որ պահին այդ մարդիկ տեսան, որ կա ռեալ հնարավորություն, կա վարչապետի տեխնացու, կա համախմբում, կա տրամադրություն, մնում է մեզ ընդամենը 20 գլուխ աջակցություն, իրենք մի ժամում հավաքվելու են նախանշված վայրում, երև 9-րդ մասիվից ազգային ժողովի բակ հասնելու համար պետք է կես ժամ ժամանակ։ Արտաշատից Երևան գալու համար պետք է 40 րոպե ժամանակ։ Աշտարակից գալու համար պետք է 40 րոպե, Գյումրիից 1.5 ժամ։ 2 ժամ հետո սաղ երկիրը կարա լսվի ստե։ Եթե իմանան, որ իրենց մասնակցությունը այդ խնդիրը լուծելու է։ Եվ ես վստահ եմ, որ տենց էլ լինելու է։ Այն որ դժգոհությունը երկրում անչափելի մասշտաբների է հասել, դա միանշանակ չի քննարկվում, պարոն Ղազարյան, որովհետև եթե հիմա ասում են դեմ են կամ չեն սիրում, ես կգնահատեի ոչ դեմ են, ոչ չեն սիրում, ատելությունը։ Համատարած ատելությունը։ Դուք մտեք յուրաքանչյուր գյուղ, այդ կապ չունի է, ինքը ուրա գնում այնտեղ ինչ կնիկների ա նկարում։ Այդ մենք հասկանում ենք, այդ մի կողմ։ Դուք մի հատ մտեք հասարակ սովորական գյուղացու հետ խոսեք։ Ատելություն, ես անկեղծ չէի հավատում, ես անչափելի ատելության այդ մարդկանց մի ժամ, 2 ժամ ժամանակ է պետք, բոլորս իրասին, բայց մենք հիմար չենք, հավաքվենք այն պահին, դրա համար մենք հիմա օրինակ եթե նկատել եք ոչ մի հրապարակային գործողություն չենք անում։ Մենք որ ասենք տանում ենք ազգային ժողովի падգամավորների նամակ հանձնելու, մենք չենք ասում ժողովուրդ եկեք տանենք, կարիք մենք մարդուն ոչ գործից ենք կտրում, ոչ իր հոգսերից ենք կտրում, ոչ ծանրաբեռնում ենք, ոչ փողոց ենք, ասենք հիմա ասենք դեք մարդիկ գային, փողոց փակեն, մենք տանենք նամակ հանձնենք։ Դրանց է բռնեն, դες կարիք չկա։ Ամեն ինչ արվելու է ըստ խելամտորեն նպատակային։ Որ պահի մարդիկ տեսան
վարչապետի տեխնացուն կա, ընդդիմադիր ուժերը համախմբվել են, իրանցից պետք է, իրանց ներկայությունը, որը պիտի ազդի ԿՊ-ից խմբակցության падգամավորների, որ նրանք ոչ թե ճնշման ենթարկվեն, այլ գիտակցության կան, որ դուրս գան Նիկոլ Փաշինյանի ճնշումներից, հասկանան, որ ոչ թե իրանք վարչապետին ենթարկվող են, այլ վարչապետ փոխող են, ինչը իրանց սահմանադրական կարգավիճակն է։ Ժողովրդի կամքով այդ որոշումը կայացվի։ Իսկ դրա համար մեզ պետք է ընդամենը 60 հոգանոց խմբակցությունից ընդամենը 20 падգամավոր։ Վարչապետի տեխնացուի անուն կլինի առաջիկայում։ Շատ արագ, անպայման։ Բա առանց դրա չի լինի։ Դուք ունեք արդեն այդպիսի տեխնացու այդպես տեսլականը կա։ Իհարկե չունենք։ Ունենք հանդիպումներ քաղաքական ուժերի հետ։ Եվ դրա արդյունքում կծնվի այդ անունը։ կծնվի եւ այդ տեխնացուի, եթե հիմա ասեն, մեր ընդդիմադիրներն ասել են, որ իրանք չունեն տեխնացու։ Նշանակում է ցանկացած տեխնացուի, որ քաղաքական դաշտի ուժերը առաջարկեն, իրանք արդեն ակամայից պետք է դրան համաձայնություն տան։ Հակառակ դեպքում կստացվում է, որ իրանք տեխնացուն Նիկոլ Փաշինյանն է, որպեսզի դες չստացվի, իրանք պիտի արդեն իրանք զորակցությունը հայտնեն այդ տեխնան։ Իսկ այդ տեխնացուն ոչ մեկը հիմիկվանից եմ ասում, էլի, թող հանկարծ չաս, էսի լավն է, ինի վատ, մեր նպատակ ինչ որ մեկին վարչապետ կարգելը չի։ Լավ։ Մեր նպատակը Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից հեռացնելն է։ Ուղղակի դրա պահանջը տեխնացու ունենալն է։ Երբ որ մենք այդ տեխնացիով կգնանք, այսինքն ես չգիտեմ թե ով կլինի այդ տեխնացուն, բայց հիմիկվանից իմ ամբողջական զորակցությունն եմ հայտնում այն մարդուն, ով որ նրա ստորագրության նրա անվան տակ կդրվի մեր падգամավորների ստորագրությունը։ Մենք բոլորս այդ մարդուն պիտի աջակցենք, որպեսզի նա այդ կառավարությունը, ի վերջո կառավարությունը խո մենակ վարչապետ չի։ Կառավարությունը կազմված է փոխվարչապետերից, 12 նախարարներից, մեր հասարակական դաշտում։ Այսինքն պիտի այդ ամբողջ թիմը ներկայացվի։ Բայակե, ու դա հակաճգնաժամային, որտեղ այդ կառավարության նպատակը ոչ թե իշխելն է, հարստություն սարքելն է, չգիտեմ, էս անելն է, այլ ընդհանրապես այս ողբերգությունը կանխելն է ու նորմալ միջավայր ստեղծելն է 26 թվին գնան ընտրության։ Ով կուզի, թույթա ընտրվի մասնակցի։ Ես նախորդ ընտրություններին չեմ մասնակցել, հիմիկվանն էլ կարող է չմասնակցել, մեծ հավանականությամբ չեմ էլ մասնակցի։ Ես հավակնություններ չունեմ։ Ես 20 տարի դասախոս եմ եղել, հիմա ինձ հեռացրել են իմ դասախոսական աշխատանքից։ Հուսով եմ, որ հնարավորություն կունենամ գնամ իմ սիրած գործով զբաղվելու։ Պարոն Ղազարյան, շնորհակալ եմ շատ, այսպես հանգամանալից ամեն ինչ բացատրելու համար։ Գիտեք, կոնկրետ ես իմ մոտեցումները ունեմ այս հարցի շուրջ, հետև ես ասեմ ձեզ էլի, ինձ բացարձակ հետաքրքիր չի ես փուլում վարչապետը ով կլինի։ Անկեղծ եմ ասում։ Քանի որ այս գործընթացը Աստված տա հաջողի, իհարկե թերահավատության չափաբաժինն էլ բավականին մեծ է, բայց եթե անգամ հաջողվի, մենք շատ լավ գիտենք, որ սա այսպես հակաճգնաժամային մի փուլ է լինելու, որպեսզի մենք կարողանանք ազատվել այս սրանցից, այսինքն չունենալ Նիկոլ Փաշինյան վարչապետ։ Խոսքը սրա մասին է։ Հրաշալի ամփոփ։ Չունենալ եւ հետո արդեն ունենալ են մարդուն, ում որ ուզում են ընտրությունների միջոցով։ Սա է ամբողջ հարցը, ավելի այսպես մատչելի։ Շնորհակալ եմ։ Հաջողություն եմ մաղթում։ Իսկ ձեզ, հարգելի հեռուստատողներ եւ հետևորդներ, եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ այսօր տաղավարում հյուրընկալել էի Էդգար Ղազարյանին ուղղակի։ Շնորհակալ եմ։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։